Կոտայքի սարերի գագաթ են համարյա տանում փեթակները, որ մեղուն նեկտարը միայն եւ միայն վայրի խոտաբույսերից հավաքի։ Չարչարվում են, բայց հենց այդ մաքրության հաշվին է ապրանքը օրգանիկ ստացվում։ Հնարավորություն տալիս մյուս արտադրողներից բարձր գնով վաճառել, անկեղծանում է Գեղաշենցի Վարդանը։ Շատերը հենց համը ու ինձ մեզ ճանաչելով են գնում, մեղրը ավելի թանկ, հետո մենք բացատրում ենք, որ դա օրգանական է, որ հետո իրանք ուտելուց կամ իրենց մոտ հյուրեր գալուց ասեն, որ սա օրգանական է եւ այդպես տարածվի։ Մեղվապահը մայրաքաղաք է եկել մասնակցելու Օրգանական Հայաստան ասոցիացիայի հերթական հավաքին։ Առիթը առաջիկա 5 տարիների համար ռազմավարության վերանայումն է։ Խնդիրները կարողությունների ավելացումը, ցանցի ստեղծումը։ Սպառողների իրազեկում, շուկայի զարգացում, դրանք են հիմնական ուղղություններն են, որոնք որ ամենաշատն է կարևորվել անդամների կողմից զարգացնելու եւ գործունեություն իրականացնելու համար առաջիկա 5 տարիների համար։ Ընդհանուր 5 ուղղություն են առանձնացրել քայլեր, որոնց շնորհիվ հույս ունեն երկրում կավելանան օրգանիկ գյուղատնտեսությունն ու արտադրության ծավալները, ներկայացնում է ասոցիացիայի նախագահը։ Ուղղությունները հիմնականում շեշտադրում են համագործակցությունը նաև պետության հետ, որպեսզի կարողանանք հասնել նրան, որ օրգանական գյուղատնտեսությունը Հայաստանում նույնպես դիտարկվի որպես սուբսիդավորվող ուղղություն եւ դրանով նպաստվի օրգանական արտադրանքի ավելացմանը եւ օրգանական գյուղատնտեսության զարգացմանը երկրում։ Օրգանիկ մեր արտադրողները նախորդ տարիներին կրթական ծրագրերի եւ այլ տիպի աջակցություն են ստացել Եվրամիությունից ֆինանսավորվող կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում ծրագրից։ Ըստ Գայայի ղեկավարի, ռազմավարության մշակումը կարևոր է հասկանալու, որտեղից ուր ենք ուզում գնալ։ Մեզ համար սա կարևոր ոլորտ է եւ պետք է զարգացնել եւ հույս ունեմ այդպես էլ կլինի։ Այսքան մարդու ներկայությունը քննարկմանը վկայում է, որ օրգանական գյուղատնտեսությունը երկրում կարող է լավ ապագա ունենալ։ Ապագայում վստահ են մեծ հաջողությունների կհասնեն։ Այժմ ցավոք օրգանիկ արտադրությունը երկրում շատ մեծ չէ, թեպետ հպարտանում են արդեն ունենք օրգանական ձու, մեղր, վայրի հավաքի արդյունքում ստեղծվող թեյեր, հյութեր եւ այլն։ Օրվա հավաքին սահմանամերձ տեղ գյուղից եկած ֆերմերն աչքալուսանք տվեց։ Իրենք շուկան Սինգապուր են հասցնում։ Մեր դաշտերի օրգանիկ ծնեբեկը արտահանվում է ԵՏՄ շուկաներ, որոշակի քանակ Դուբայ արտահանվել, իսկ 2-3 օր առաջ մենք արդեն փոքր խմբականակ ուղարկեցինք Սինգապուր։ Օրգանիկ գյուղատնտեսությունը փոքր հողի վրա մեծ եկամուտ ստանալու լավագույն լուծումներից է, միայն թե պետք է ապրանքը առանց թունաքիմիկատի հավելումների աճեցվի հատուկ ստանդարտներով։ Միջոցառմանը մասնակցող պետության ներկայացուցիչն ասում է, այս հարցում երկիրը համագործակցում է միջազգային կազմակերպությունների հետ։ Պետք է պարտադիր սերտիֆիկացված լինի այդ արտադրանքը եւ բնականաբար դա էկոնոմիկայի նախարարությունը կարևոր է համարում օրգանական արտադրությունը եւ օրգանական արտադրանքի ծավալների ավելացումը, նաեւ արտահանման տեսանկյունից։ Սյունիքի ծնեբեկը, եթե Սինգապուրի սուպերմարկետում լավ վաճառվի, շաբաթը 2 տոննա կուղարկեն, սեզոնն է։ Տեսնեն պահանջարկ կա, հետագայում Արագյուղին նոր հիմնած իրենց դաշտերն էլ օրգանիկ կսարքեն։ Բարձրարժեք բույսն այստեղ դեռ սովորական ձևով է մշակվում։ Իմացաք, 15 հեկտար այգով ռեկորդակիր ենք դարձել, ժպտում է ֆերմերը։ Կովկաս տարածաշրջանում համարում ենք առաջին, երկրորդ Վրաստանն է։ Ծնեբեկի մշակություն, հա։ Հաջողության պատմություններով քննարկումը մոտեցավ եզրագծին, ավարտվեց օրգանական Հայաստանին նոր անդամակցություններով։ Հերմինե Բաղդասարյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։